Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր նոր վերլուծական թողարկումը։ Այսօր մենք վերցնելու ենք մի շատ սովորական, նույնիսկ ասեի աննկատ ամենօրյա առարկա եւ բացահայտելու ենք դրա ներսում թաքնված քիմիական ճարտարագիտության օղակի ֆանտաստիկ աշխարհը։ Շատերիս համար այն պարզապես լոգասենյակի սովորական պարագա է, չէ՞, բայց հավատացեք, իրականում դրա հիմքում լուրջ ու շատ հետաքրքիր գիտություն է թաքնված։ Անկեղծ ասեք, երբևէ մտածել եք, թե իրականում ինչպես է աշխատում օճառը։ Դե եկեք միասին խորասուզվենք սրա մեջ ու պարզենք այն մեխանիզմները, որոնք գործի են դրվում հենց այն վայրկյանին, երբ դուք պարզապես լվանում եք ձեր ձեռքերը։ Մենք բոլորս օգտագործում ենք այն ամեն աստծո օր, բայց արդյոք երբևէ կանգ ենք առել ու մտածել. լավ, իսկ կոնկրետ ոնց է այն պոկում վերացնում մանրէներն ու կեղտը մեր մաշկից։ Ուրեմն մեր այսօրվա ճամփորդությունը շատ հագեցած է լինելու։ Մենք արագ կանցնենք օճառի պատմության վրայով, կխորասուզվենք օճառացման, քիմիայի եւ մաքրման process-ի մեջ, կհասկանանք փրփուրի գիտությունը եւ վերջապես կտեսնենք, թե ինչպես է ստեղծվում կատարյալ օճառը։ Գնացինք։ Եվ այսպես սկսենք առաջին կետից օճառի ստեղծման համառոտ պատմությունից, որտեղից է այն գալիս։ Ուղղակի անհավատալի է տեսնել այս էվոլյուցիան։ Պատկերացրեք մի պարզ մաքրող միջոց, որը հռոմեացիները ստանում էին փայտի մոխրի ու կենթանական ճարպի եռացրած խառնուրդից, ժամանակի ընթացքում վերածվեց հսկայական արդյունաբերության։ Դա մեծապես տեղի ունեցավ 1791 թվականին, երբ Լեբլանը գտավ աղը ալկալիի վերածելու հնարքը, իսկական հեղափոխություն անելով զանգվածային արտադրության մեջ։ Հետո արդեն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնական ճարպերի սակավության պատճառով գերմանացի գիտնականները ստիպված եղան ստեղծել սինթետիկ լվացող միջոցներ։ Եվ հենց այս հսկայական ցածկն էլ ճանապարհ հարթեց 1930-ականների այն զանգվածային արտադրության համար, որի արդյունքն այսօր տեսնում ենք խանութների դարակներում։ Հիմա անցնենք երկրորդ մասին՝ զուտ քիմիային։ Ինչ է իրականում կատարվում միկրոսկոպիկ մակարդակում։ Այստեղ ամենակարևոր բանալի բառը, որ պետք է հիշենք, մի յուրահատուկ քիմիական ռեակցիա է, որը կոչվում է օճառացում։ Պարզ ասած, սա այն process-ն է, երբ եռգլիցերիդը, այսինքն բնական ճարպը կամ յուղը, ուղիղ բախվում ու փոխազդում է մի շատ ուժեղ հիմքի, ասենք նատրիումի հիդրոքսիդի հետ, եւ հենց այս հանդիպումից էլ ծնվում է մեր մաքրող հրաշքը։ Սա շատ գեղեցիկ process է։ Երբ ճարպը խառնվում է այդ ուժեղ հիմքի հետ, եռգլիցերիդի էսթերային կապերը բառացիորեն կոտրվում են։ Տեսեք, արդյունքում ճարպաթթուն ստանում է մասնակի բացասական լիցք ու սկսում է մագնիսի պես դեպի իրեն ձգել դրականապես լիցքավորված նատրիումի կամ կալիումի կատիոնը։ Հենց այս անդառնալի ռեակցիան է, որ հասարակ յոգային խառնուրդը վերածում է իսկական օճառի։ Լավ, բայց երբ արդեն ունենք պատրաստի օճառը, ինչպես է այն գործնականում մաքրում։ Սա մեր երրորդ կետն է։ Գիտեք ինչն է իսկապես հետաքրքիր այստեղ։ Օճառի մոլեկուլն ունի, այսպես ասած, երկվորյակ կամ կիսված բնույթ։ Այն ունի ջուր սիրող բևեռային հիդրոֆիլ գլխիկ եւ ճարպ ձգող ոչ բևեռային հիդրոֆոբ պոչիկ։ Պատկերացնում եք, այս հակասական բնույթը նրան օժտում է մի տեսակ գերհզորությամբ։ Այն կարողանում է միաժամանակ բռնել եւ կեղտը եւ այն մաքրող ջուրը։ Իսկական խաղաղարարի դեր է տանում։ Հենց այս յուրահատուկ երկակյության շնորհիվ էլ օճառը հանդես է գալիս որպես էմուլգատոր։ Դա նշանակում է, որ այն կամուրջ է գցում յուղի ու ջրի միջև։ Մենք բոլորս գիտենք, չէ, որ ջուրն ու յուղը բնական պայմաններում պարզապես տանել չեն կարողանում իրար ու երբեք չեն խառնվում, բայց օճառը գալիս ու ստիպում է նրանց միանալ։ Դա ուղղակի հրաշալի է։ Եվ ահա թե ինչպես է դա աշխատում գործնականում։ Ջրի մեջ այս մոլեկուլները հավաքվում են իրար շուրջ ու ստեղծում մի կառույց, որը գիտնականներն անվանում են միցել։ Այդ ջուրատող պոչիկները կեղտը բառացիորեն բանտարկում են կենտրոնում, թույլ չտալով, որ այն նորից կպչի ձեր մաշկին։ Իսկ ջուր սիրող գլխիկները մնում են դրսում, որպեսզի այդ ամբողջ գնդիկը կեղտի հետ միասին պարզապես լվացվի ու անհետանա ջրի հոսանքով։ Անցնենք չորրորդ եւ թերևս ամենասիրելի մասին՝ փրփուրի գիտությանը։ Ինչ է կատարվում, երբ օճառը փրփրում է։ Պարզվում է այն սկզբնական ճարպաթթուների կառուցվածքը, որոնց մասին խոսեցինք, որոշում է ամեն ինչ։ Հագեցած ճարպերը ձեզ կտան պինդոջար, շատ հարուստ, խիտ ու կրեմային փրփուրով։ Իսկ չհագեցած ճարպերի դեպքում ստանում ենք ավելի փափուկ օճառ եւ թեթև օդային փրփուր։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ հիանաք ձեր օճառի փրփուրով, հիշեք, դա պատահականություն չէ, այլ նախապես որոշված քիմիական հաշվարկ։ Իսկ ինքը փրփուրը ֆիզիկայի տեսանկյունից իրականում մի շատ կայուն սենդվիչ է։ Լուրջ եմ ասում։ Բանն այն է, որ օճառը կտրուկ նվազեցնում է ջրի մակերևույթային լարվածությունը։ Երբ ջրի մեջ օճառի մոլեկուլներն այնքան շատ են լինում, որ հասնում են միցելների կրիտիկական կոնցենտրացիային, ջրի շատ բարակ մի շերտ պարզապես արգելափակվում է օճառի մոլեկուլների երկու շերտերի միջև, ու այս շերտերի երկու կողմերում էլ օդ է գտնվում։ Հենց այս նուրբ հավասարակշռությունն է, որ թույլ չի տալիս պղպջակներին անմիջապես պայթել։
Եվ վերջապես 5-րդ մասը. ինչպես են այս ամենն օգտագործում կատարյալ օճառ ստեղծելու համար։ Լավագույն արդյունքի հասնելու համար ստեղծողները շատ մանրակրկիտ են ընտրում բաղադրիչները։ Նրանք ունեն հստակ թիրախներ։ Օրինակ, կոկոսի յուղն ընտրում են նրա հարուստ, փրփուրի եւ հզոր մաքրողուժի համար։ Ձիթապտղի յուղը մաշկսկվալենով խորը խոնավեցնելու համար։ Ավելացնում են նաև խաղողի կորիզի եւ թուրինջի յուղեր, որոնք էլ մաքրում են ծակոտիները, սպանում բակտերիաները եւ նույնիսկ բարձրացնում կոլագենի մակարդակը։ Ամեն մի կաթիլն այստեղ ունի իր հստակ գիտական հիմնավորումը, պատահական ոչինչ չկա։ Ինչպես տեսնում եք, օճառ պատրաստելը պարզապես տնային պայմաններում տարբեր յուղեր իրար խառնելը չէ, ոնց որ շատերն են մտածում։ Սա խիստ ճշգրիտ մաթեմատիկական բաղադրատոմս է։ Նպատակն է ապահովել, ասենք, 40 միավորի հասնող հատուկ կարծրություն, միաժամանակ չկորցնելով մաքրելու հզորությունը։ Ու այս իդեալական բալանսին հնարավոր է հասնել միայն այսպիսի միլիգրամների ճշտությամբ հաշվարկված տոկոսային հարաբերակցությամբ։ Բայց արի ուտես, որ այստեղ միայն գիտություն չէ, այլև տնտեսագիտություն։ Խելացի վերահսկելով այս բարդ քիմիական ընտրությունները, օրինակ, անիմաստ մեծ փրփուր ստանալու համար գերթանկարժեք բաղադրիչներ չօգտագործելով, արտադրողները կարողանում են պահպանել բավականին ցածր ինքնարժեք։ Այս կոնկրետ դեպքում դա ընդամենը $1.95 է։ Արդյունքում, 1 կտոր օճառի վաճառքից ստացվող զուտ շահույթը հասնում է $2.30։ Կարծում եմ կհամաձայնեք, որ սա փայլուն ապացույց է, թե ինչպես է խելացի քիմիան հանգեցնում շատ խելացի ու կայուն բիզնեսին։ Դե ինչ, այսքանից հետո ինձ մոտ մի հարց է ծագում։ Հաջորդ անգամ, երբ դուք կմոտենաք լվացարանին ու կվերցնեք օճառի այդ բուրավետ կտորը, արդյոք ձեր ձեռքերում կտեսնեք պարզապես մի սովորական իր, թե կգիտակցեք, որ դա իրականում քիմիական ճարտարագիտության իսկական գլուխգործոց է։ Համենայն դեպս ինձ սա ստիպում է շատ ավելի հարգանքով վերաբերվել այն անտեսանելի գիտությանն ու հազարամյակների պատմությանը, որը մենք ամեն օր պահում ենք մեր ափերում։ Շնորհակալություն մեզ միանալու համար, հուսով եմ այս վերլուծական թողարկումը մի փոքր նոր գույն հաղորդեց ձեր առօրյա սովորություններին։ Մինչ նոր հանդիպում։